Ողջույն, Լվովյան փողոց, ամսի 24-ն է հոկտեմբերի, ես ռուշացա 3-20 է, պոկաս վրդում, 18 աստիճան է, նույնն է ինչ-որ երեք, լավ եղանակը, Նյատ տեկվենք գայի պողոտա վերև, ես անգամ 24, պաստորեն ճիշտ էի հիշում էլի, իչմեք միշտ ասում էի, մի հատ աֆիշա եմ հիշում, ոսկե աշունը հոկտեմբերի 25-ին, այսինքն կարար էլի վաղը ելներ, ու հիշում եմ ցուրտ էր մի քիչ ստադիոնը, որ գնացինք, հետա, Աստեղից տեկվենք Գյուրջան, ընդեղ միտեղ կանգնասում, ասում եմ Գյուրջան, թոթովենց, ձեն էլ չեք անում, ժողովուրդ, ահա, դենակ սեղ որտեղ եմ կանգնելու, դժվար գործ է, Սենց աշնանային մասիվյան բակ ու գնանք են այդ Գյուրջանը անցնենք հետաքրքիր աստեղից տեղ կա մտնելու շատրվանների մոտ պետք է որ էլի չէ Այո, ահա, ես տեղ հանդիպումն եմ ավարտեմ, հետո կշարունակենք մեր գուլյա տանելը։ Ես մի գործը պրծանք, հիմա մի հատ էլ գործ կա կորյունի վրա, ընդեղ բակ կա մի հատ, այդտեղ էլ գնանք, ու դրանից հետո արդեն կարելի է Խաչատրյանի արձան, հանդիպման Աբովյանի վրա եմ, թեքվենք կորյուն ու աչալուրջ նայենք որտեղ կանգնելու համար լավ չի տեղ չգտա Հիմա այսքան պետք է հետ գամ, եթե ընդեղ իհարկե տեղ գտնեմ։ Այս հենց էլ ապրում ենք։ Ահա, մեքենան դուրս եկավ։ Լավ, այդքան հեռու չի։ Կորյուն փողոց ու շարժանք է սողությամբ Այս դարավ գեղեցկության սրահ, հա? Թերյան փողոց Այս բժշկական քոլեջում այսքան տղա է սովորում։
բժշկական քոլեջն է, պետական եւ այլն։ Էս էլ բուժքույրը։ Ասենց բաներ կա էլի առևտուր մեքենաներից ոնց որ թե վերացրել էին, չէ՞։ Հետո Այս հնդկական ռեստորան էր, ոնց որ թե տենց էլ մնացել է, չէ՞։ Ինչ լավ պալմաներ են։ Հա Indian Mehak Նույնք ինչ կցակառույց է արել բժշկական քոլեջը իրան Պարզա որ վարձակալության են տալի գրախանութ Ստեղ միշտ գրախանութ է եղել, չէ՞։ Այս ինչ է, ինչ-որ հին գրքեր են։ Լրիվ տրամադրությունը փոխում է, չէ՞։ Մի ծառը Կարի պարագաներ, հա։ Ահա։ Շտոպկան լցակար Սաղ ստեղ, ահա։ Սա իրեք որանցին է, դուք չեք նկարել։ Լավ է կարել։ Դու մի շապատ է։ Բիզնեսը վաճառվում է այդ քսերոքսի բիզնեսն է հա տպարան էլ կա Ջանո ռեստորան 46 թվից հիշում եք սենց ռեստորան հենց պատերազմից հետո բացել են, հա Ջանոն Որտեղ էր, ինչ էր Եթե մեկդ հիշում եք, գրեք ժողովուրդ Ստեղ էլ ճաշարան, երաժշտություն հետո Այստեղ ամես պետք Եղել ենք ես Բաքում
բժշկական խալաթներ ախի այն կոնց ես տալի այն խալաթ չեն դավ միած սկզբից ես կողմ գնանք ես ստեղ մի քիչ ժամանակ ունեմ դտվենք մի քիչ շուտ եմ հասը Արես որպես վրա պապուց բարակ տարան են Են մասերը փակել են Այս վեկը հիշում եք, չէ՞։ Միասնիկյան գրադարանի մասնաշենքն է։ Այս դեպի Տերյան է գնում։ Այս մեկն էլ կենտրոնական մասնաշենքն է Միասնիկյան գրադարանի։ Այնտեղ մեկ կորպուսն էլ է մի թեթև վերևում։ Այս շենքն է, հին շենք է, հետաքրքիր, բայց նենց օիններ են գլխին արդեն խաղացը։ Ասենց բալկոնների համար հաշված է այս շենքը, եսին որ թվի շենքը։ Բայց վերջի անգամ որ ստեղ էի սենց բաներ չկար, այս նոր են արել։ Լավ շենքը երևում էր այն վաղտ, եբ էր, մի 2 տարի առաջ, երևի։ Արգելոց ժողով Ինձ են մասն է պետք ճիշտն ասած, բայց հələ մի հատ ստեղ նայենք Կաղա ստեղից ընդեղ չկարանամ անցնեմ Չեմ կարծում Ասիշ Լենբոլ գարաժը Խաղա հրապարակել ունեն Դեր մեկ ինչ լռություն է, կենտրոն է, բայց սենց լռություն։ Նա արգելաձողը դերել են, նայում եք, համեմատաբար քիչ են մեքենաները։ Կաղան հորի արեստանոցը ստեղ էր։ Այն որ լույս ավարում աչքիս հետ էր։ 24 ժամ, ինձ թվաց նուր է գրած։ Նուրին հույսով եմ հիշում եք, կանդակագործ, յուվիլիր ոնց հայերն։ Մտենանք ճիշտ եմ հիշում։ Հեսա գրած է, Art Studio։ Հաստատ ես էր։ Այդ կես հետաքրքիր ձևի քթը։ Չէի հիշում է։ Հələ զանգն ենք կարող տաննա։
Այն արդեն սա գրած է նուր։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եմ, ես Բաքուն գործ ունեի, մանեկա մեկ էլ նայում եմ, ասում եմ կարող է նուրներ տունը։ Որ ուզենայի չէի գտնի Երևանում եք։ Մինչև ամսի 30-ը ստեղ եմ, 30-ին մի ամսով մեկնում եմ ցուցահանդեսների։ Ահա։ Էլի լավ է տես գործերը։ Նորմալ, ամեն ինչ լավ է, փառք Աստծո։ Եղավ։ Ստեսուն ձեզ։ Ավելի լավ թողելն են ձեր գործերը։ Ձեզ էլ ամենայն բարիք։ Ստեսուն։ Այն չավես էր։ Հա։ Մենք այն անգամ զանգով որ եկանք, ստեղ միտեղ պատժեզդ էր, ինքը կոդով եկավ բացեց, մտանք էլի։ Հա, բայց ես ավելի լավ ձև այն, դալանից մտնում ես, բարձրանում ես։ Հետաքրիր էր։ Լավ էլ տեղա չէ, հաճելի։ Վերջի անգամ, որ իր մոտ էինք, ասեց մեծ պրոյեկտ մի տարի հետո կբարձրաձայնեմ։ Կարամ այդ վիդեոն հանեմ, որպես փաստաթուղթ, դրանով գամ, ասեմ դե պատմի Նուրջան պրոյեկտդ։ Դե մի հատ փորձենք են դալանից կարամ ես ստեղ գամ առանց այս կոդերի, բաների։ Համը հանեցին, այ մարդս, պագա դեպի ենքով։ Նա, ասել ուրիշ արհեստանոցը ոնց որ թե արվեստանոց ներողություն։ Ասա ինչ գիտես կարող է այդ մեկը արհեստանոց էր։ Լտենանք այդ դալան, դե վերջապես ես դալանից եկա, բայց շատ ես խուճուճ եկա, խուճուճը հաճելի չի։ Եթե ավելի կարճ ճանապարհ լինի, ավելի հետաքրքիր կլինի իհարկե այստեղից օրինակ այո այստեղից կա շա իմ մտած դալանը այն կողմներ էս այդ լավ շենքներ որը այսպես ծանր բաներ Հուսան քաշված է նորմալ չէ։ Դե հին շենքեր է։ Այ մեկին որ հանդիպեմ կհարցնեմ որ թվի շենքը։ Չի լինում էլի հանգիստ նայել հին շենքի վրա անպայման պետք է ինչ կա չկա սարքեն, խչացնեն։ Հա, այս կատուները այս լուսամուտից սնվում են, հա։ Լիքը կատի է։ 1, 2, 3, 4 Դեսա կարա մի ընտանիք լինի։ Չէ՞։ Անդերից կարծում եմ կեր են տալի շարից հեռու գնաց այս մարդը բավական մեծ է որ իմանա թե չէ որ թվի է կարող է իմանաք բարև ձեզ այս շենքը որ թվի է 24 հարկ է, 32 թվից էլ վերևի 3-րդ հարկ է։ Ո, ես ինչ լավ գիտեք точно։ Լավն է էլի, գեղեցիկ է։ Հա։ Իմանամ, երես ստեա ծնվել։ Դուք ստեղ եք ծնվել։ Ստեղ ծնվել, թորներն են արդեն ստեղ ծնվում։ Այո։
5-6 պորտ գնացել է։ Առաջի 200 ուրեմն 24 թիվա, այն վերևն էլ Վերևն էլ 32 թվի նաստրոյկա արին բաժանին էլ։ Հա, բայց 24 թվին Ստալինը չկար, թե կար արդեն։ Ստալինկա է կոչվում։ Ստալինկա։ 24-ին դե Լենինը մեռավ, Ստալինը եղավ էլ։ Հա, ճիշտ է։ Բայց ափսոս է էլի, չէ, սկցակառույցները։ Մի կողմից հասկանալի է։ Մարդկանց բանա պետք։ Այս հին շենքը կդիմանա սրանց, վտանգավոր չի։ Այս շենքը ուրեմն ստուգել են պրոսպեկտյան շենքերը, որ կա 4-5 հարգանի, էլի հաստ պատերով։ Հա, որ հատվածում։ Պրոսպեկտ ասենք, ինչքան կա սախ, հա, հասկացա։ Ավելի, էսի ավելի ամուր է դուս եկեք, քան ստենդը։ Ինչ ասում։ Սրա հիմնական պատերը այսքան է։ Հա, դե այդ ինձ ծանոթ է, մեր տունն էլ այն Պուշկինի անկյունում, Աբովյան Պուշկին։ Այս վերևի հարկը քարով չէ, այս ներքևը քարով է, վերևը այս չափի պեմզաբլոկներ է։ Պեմզաբլոկ։ Հա, վերևի հարկը պեմզաբլոկ է, այս լենքի ու այս երկարության։ Մեր ինչ-որ ծղոտ, մղոտ էր պատի մեջ սենց։ Պատալոկները ու բաները, պատերի միջապատը։ Հա։ Դե քանդը թափել ենք, սա բետոնացրել ենք։ Ստեսենց ես։ Շենքը բետոնացվել է։ Շնորհակալություն շատ։ Ասենց ժողովուրդ 24 թիվ, 32 թիվ։ Այս բալկոնը ինչ-որ ավելի շուտ է արվել։ Ուշադիր նայենք մի քիչ ծուռ է, կախվում է։ Սաղ կողմերից կպել են շենքին։ Հանգիստ ծերություն չեն թողում էլի շենքը ապրի։ Խի թողեն, որ մարդիկ իրանք են ուզում ապրեն, չէ՞։ Սկզբից մարդը, հետո շենքերը։ Եկան։ Լավ, ստեղից ես գոլոշի անամ, մի 15-20 րոպեով գործերը ավարտեցի, ոյ, ինչ-որ մեքենային 10 րոպե մնաց։ Այստեղից էլ կլինի, հա դուրս գալ։ Այս ուղղակի բաժեզդի դուրը բաց է։ Չնայած տեղ եթե արեստավոր անստում, րոպեին փակ է։ Նորաձևության սրահ, աստղիկ, չէ, դե բարձրասրահ չի վերաբերվում, Կորյունի 6 Կհասնեմ մի հատ խաչմերուկ դիպչեմ ու հետ գնամ։
բժշկական երկինքը փոխվեց ինչ-որ վերջը դարավ VTB թե VTB էր ժողովուրդ ես ես Խաչմերուկը ոնց որ թե շփոթում եմ Իսահակյանի Խաչմերուկի հետ ընդեղ էր այս մասում Արչին բանկներ VTB-ն են սովետի վաղտված Բերբանկի տեղը եղավ հիմա դե դժվար Սբերբանկի հետ ինչ-որ կապ ունենա եթե вообще Սբերբանկ գոյություն Չէ, չունի պարզա Դե գնանք Էլ մի 10 րոպեի համար մի ժամ էլ չեմ ուծում Գնանք մեքենայի մոտ Ստեղից դուրս եկա Ալեքսո Ամեն ինչ նկարած է Տեղից էլ մտա, չէ? Ես զգուշացրեց Չնայեցի ինչ, բայց ոնց որ թե որ 15 րոպե ամենում ձեր վճարածին Թելեր, վաճինա, սինտեպոն Թելերը հայերեն ստացվել է գրել, մնացածը չէ Իսկ եթե գտնեին վաճինա հայերեն ոնց է Առնողները չէին հասկանա ինչա գրած Ես արևային, հա? Ինչ է Չոր նման է, չէ? Լավ դատարկվեց փողոցը Տեղ ազատվեց տեղ Հենց իմ ուզած տեղը Խնդրեմ Ընդ որում անվճար Համ մոտիկ համ Ստեղ դասերը ավարտվեցին Նենց հաճելի մարդ էր տնօրենը Մենք ստեղ գործ ենք արել Վազգեն Սարգսյանի ընկերն էր
Այս պոլիսը արդեն մեքենա է սարքում։ Լավ է էլի, չէ՞, ժողովրդին օգնում է։ Բայց մասիվի մեջ շատրվաների մոտ որ սուրճ խմեցինք, շատ տխուր էր։ Կողքի սեղանին 5-6 ոստիկաներ նստած ու մի հատ ոչ ոստիկան։ Ու ինչ-որ բան էինք գրում։ Մենք տեղելի ենք հանդիպել, ծխում էինք հանգիստ, այդ աղջիկը մոխրաման էր բերում բան։ Ասեց վայ, չի կարելի ծխել։ Ասեցինք ինչի ես ոստիկանների համար։ Հա, ասեց այն մարդուն ակտ են գրում։ Այտենց։ Ես մոտեցա, ասեցի ու ինչ, հիմա ծխել չի կարելի։ Այն մարդը ասեց, չէ, հոպար հանկարծ չծխես, հեսա ինձ 50,000 շտրաֆ են գրում։ Ասեցի, բա թոշակառուներին չի կարելի։ Այն գլխավորը ասեց, էլ ստեղ միտինգ մի արեք։ Մի խոսքով կռվեցի հետը, գրեցին այդ իրանց ակտը, գնացին, չանշանակում միտինգ մի արեք, ընդամենը կատակ արեցի։ Ոչմ ակտը գրեցին, գնացին։ Հետո այդ տղամարդը եկավ, ընդեղ սեղանի մոտ ընկերուհին սպասում էր։ Ասում եմ, ինչքան տուգ անեցին, ասում է 50,000։ Ասեցին, կամ ձեզ ենք 50,000 տուգանում, կամ սրճարանին 220,000։ Ընդ որում սաղ սրճարանում մարդ չկար։ Սաղ սեղանները ազատ, մենակ մենք էինք ու այդ տղան էր։ Մի խոսքով շատ տխմար երևույթ էր, հետ չհավանեցի։ Ասեց հոպար ջան, զգուշ եղի, եկալ էին քեզ էլ տանեին, հետո ինչ ենք անելու։ Սենց ժողովուրդ ջան, այդ մարդը գերատ ասեց 50,000 մուծի, որ սրճարանի վրա 220 չգա։ Տխուր է, շատ տխուր է։ 5-6 հոգով ուրեմն 50,000-անոց ակտ նստած գրում էին։ Էյմե ասում եք։ Ոնց ասեցի, այսպես էլ ապրում ենք։ Լավ, նստեմ գնամ, հիմա էլ 5 րոպե ուշացման համար 5,000 չգրեն։ Չէ, ոչ մի պրոբլեմ։ 5 րոպե էլ շուտ եմ եկել։ Վայ։ Առայժմ կորուն փողոցի վրա ենք, հեսա թեքվեմ Մաշտոց։ Բայց շուտ է տղաներին հանդիպելու համար 6:30 եմ պայմանավորվել։ Այստեղ մի հատ տեղ կային, կարելի էր մի հատ պոնչիկը ստուգել, էլի այդ անկապ որակի է, թե լավացրել են։ Լավ, հələ տենանք ինչ կասեն ստեղի կայանատեղիները։ Չէ, այմարդ ես ոնց են լծվել, 2 շարք։ Ես, լավ էլ տեղը։ Այս տանը ապրել է 46-ից, ինչ ագրած, 56 թիվ։ Եվ այլն, սիմֆոնիկ, առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Արշակ Ադամյանը,
Վարժա։ Ես Marionette Theater շատ հաջող կանգնեցի Ես հաճելի շատ շնորհակալ Հա, սաղից հավաքում, հա։ Դե հա, ինչ անես։ Ավելի վատ վիճակում եք։ Դուք ավելի վատ վիճակում եք։ Բայց տվեցիք։ Գեցես սպիտակա ջունիկը։ Խեղճ աղջիկներ։ Խնդրանք հարազատ ջան, մերնեմ քեզ ցավը, տան ընդամենը խնդրանք։ Հա, հասկացա։ Հասկացա։ Նեոդուս ստեղ էլ Արնո Բաբաջանյանն ապրե։ Դե ես գիտենք բոլորս արդեն։ Լավ, հիմա ինձ պետք է այն կողմ անցնել։ Հա, ստեղ են աղջկա բաններ, չէ՞։ Ոնց էր։ Դեգնայիշի ոնց էր։ Տրվում է վարձով։ Ռոտենբերգ։ Հիշեցի։ Ես Բաքում եղել ենք Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի թանգարանում եղել ենք Ինչ անեմ, մտնեմ մի հատ նորից նայենք, ոնց են ասում, մուշտարու աշկով։ Ինչի մուշտարու աշկով, որ տենանք կլնի մերոնցից մեկի ասացով Այս բակը այդ եվրոպական, ֆրանսիական տեխնոլոգիայով ստեղ լրիվ փորվում է, ստորգետնյա կայանատեղի աշարքվում էլեկտրական մեքենաների համար այնտեղ Երևան պրոյեկտներ հիմա Գեղարվեստի ակադեմիայինն է հա 1 մետր 80 սանտիմետր հող է լցվում ու այս սաղ ծառերը նույն ձևի կարան աճեն ստեղ խոստացավ որ ոչ մի պրոբլեմ հայտնի տեխնոլոգիա է ամբողջ Եվրոպայով հա էլի ստեղ իդեալական կլինի այդ անել շատ լավ կլինի այս մարդիկ էլ հանգիստ տեղ կունենան կանգնելու այն ավտոտնակները կվերանան մի խոսքով Մոսկվա Վասյուկի լավ ստեղ էլ տեխնիկային է տեղել ենք մտել նույնիսկ փորձ ենք նայել Ժորժա նկարում ենք նայեք էլի Այն կողմն էլ Ջոտոյի թանգարանն է տուն թանգարան Հետո ընդեղից էլ արդեն տեղ կա էլի Գեղարվեստի ակադեմիա, բայց ստեղ էլ իրանք ունեն ես նախկին Երևան պրոյեկտում։ Լավ։ Գնացինք պոնչիկ ուտելու։
Ես էլ այն ինչ-որ դատական գործերի մեջ, սա քաղաքը դատվում է, մերդ։ Ես ինչ լավ աշնանային ձևավորել են իրանց խանութը, ես մեկը չես, վինո պրեմիում ալկոհոլ, սա մի վաղտ Արարատ կոնյակի գործարանի ֆիրմային խանութներ, այսինքն ահագին երկար ժամանակ, կարծում եմ նույնիսկ սովետից սկսած, հետո ինչ-որ ձեռից ձեռ գնաց, ես ինչը աշնաննել են նվերներ դնում, ես կոշիկների մեջ երեխեքի համար, ես էլ են լավ խանութնա, լավ երեխեքի ձեռն է անկել, այո, Վարդան Աչեմյանը, այս լավ շենք էր, չէ, պատկերացնում եք, Ալեքսանդր Աչեմյանը, կոմպոզիտոր, այս ինչ գեղեցիկ մնացել է, լավ չխանգարենք երիտասարդներին, One of my Chinese friends will stay with me. Ստեղ էլ ինչ-որ հիմնարկություն է դառը, ամեն անգամ կարդում եմ, մեկա չեմ հիշում, էլ չկարդամ։ Պոնչիկանոց Այնտեղ խանութ է, չնայած այնտեղ էլ սրճարան կամ մի մաս կարծեմ վերև արդեն լավ չեմ հիշում։ Այս մեկը նախ դա։ Օ, ուժս։ Ես ինչ հերթ այմ, մի հատ պոնչիկի համար այսքան հերթ պետք է կանգնեմ։ Այսքան հերթ է, երբեք, ճիշտն ասած աչքով նայեցի, ինչ-որ հրապուրիչ տեսք չուներ, գնացինք, լավ ես մեկն էլ մտնենք պարզենք, Այս չեմ տենում առանց ակնոց։ Հա, ստեղ ընկերս ասում էր շատ համով բան կա։ Ձեզ մեջ շոկոլադ կա, ոսկու նման սենց։ Այստեղ նայեք, փոքրիկ տուփերով ի նկատում եք այդ ներքևինների մասն է խոսքը։ Չէ, ընկերս ասեց ոնց որ ոսկու բան են, բանկերում որ ելնում է։ Կարմիրի կողքը նայեք։ Չէ, բայց Այդտեղ նայեք, հապտուփը դրված է։
Այնտեղ Չէ, սա փոքր է, ինքը ասեց ոնց որ բանկերում որ ելնում ա տենց մի կտոր ոսկի։ Հա, հենա։ Այն վերևինն է, հա։ Այս ուղղակի բացված է դեպի։ Դա մոդիկի ցույց է։ Հա, եղավ, հասկացա։ Համբերենք մոտիկից ցույց կտամ։ Իսկ վերևը ոնչ կա, այնտեղ սարքում են, բերում են։ Ստեղ էլ են սարքում։ Հա։ Գասնեմ, վերևը ուտեմ։ Քանիսն է։ Պրինցիպի հա։ Բայց ինչ շոք աստեղ։ Ես մի հատ այդ ոսկին որ կա էլի, ոնց որ բանկերում ելնում ա, մի հատ դրանից ցույց տվեք էլի։ Այո, հա, ինչ եմ վճարում ընդեղ, ինչ ասեմ։ Պիտի ես անցկացնեմ։ Անցկացրեք։ Կերս ինչ-որ շատ գովեց, ասեց, դրա մեջ շոկոլադը շատ համով է։ Հələ մի րոպե ձեզ ցույց տամ էլի։ Հա էս է։ Հա էլի բանկի ոսկու կտոր։ Ասեց հենց գոլդն է լավ։ Արծաթե չէ, արծանքը պլատիներն, նա մի քիչ նույնիսկ ավելի թանկ էր, բայց ինքը ասեց սա է լավը։ Այ, գնացինք։ Այ մարդ, ոնչիկ է ուզում ուտեի ուր գնացինք։ Լավ, որ մոռացա մի բան կար։ Պետք է վստահել, չէ՞ տենց։ Մի րոպե ժողովուրդ, ես ասեցի, տեսքը դուրս չեկավ, էլ ինչ ուտել։ Լավ։ Գնանք մեր վճարած։ Մի ժամ վճարել եմ, այ մարդ չեմ կարա մեկին փոխանցեմ վճարածս։ Ես ինչ է, ստեղ ենք, հա։ Ստեղ հետաքրքիր այդ կոնդ են ման գալիս, ախես, աստեղ կոնդ է, մտնում ես ու դուրս ես գալի Գևորգ Քոչար փողոց։ Հեչ կոնդին չեր զիջում, ստեղի բակերը։ Այ մարդ, ափսոս է էլ ես շինարարությունները ինչ-որ գրավ վեկալ են այդ մարդկանցից, թույլ տան ավարտեն գործը։ Գործը այդքան էլ չի հետաքրքրում, հա։ Կարևորը որ օրենքով լինի ամեն ինչ։ Կարող է դա ճիշտ։ Ստեղել ենք է գործարել, էտ էլ եմ նկարել,
Ես ոնց է կոչվում։ Վերջը եկա Հայաստանի Հանրապետության պետական ես ինչ դասաբաներ վերահսկողական ծառայություն։ Հետաքրքիր հիմնարկա։ Հետագա վերահսկողական։ Հա, ինչ են վերահսկողում։ Չգիտեք։ Չգիտեմ։ Կարևորը վերահսկողական։ Մի բան կգտնվի էլի վերահսկողելու համար։ Ես ճիշտ եմ, չէ՞, հայերս, Երևան պրոյեկտն էր ստեղ։ Սխալված չլնեմ, խայտարակվեմ։ Այս փողոցը հիշում եք ոնց է կոչվում։ Այո, Սարմեն։ Այս լավ են ծտերը։ Ընտնակ ստե ինչ է գրած։ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա։ Այո, ճիշտ է։ Մնաց են մյուսը պարզենք։ Ողջույն։ Կարող է հիշեք, ստեղ Երևան պրոյեկտներ։ Ոչ, էդի Վաղուց, հա։ կոմունիստների վաղտով։ Այդ կարևոր չի, բայց էդ էր, չէ։ Այո։ Երևան պրոյեկտը։ Այո։ Չէ, էդ է ուզում իմանալ։ Շատ շնորհակալություն ձեզ։ Բայց շատ շուտ է։ Հաջան։ Էդի բայց շատ շուտ է։ Ոչինչ, այ մարդ։ Ես էլ եմ շատ շուտ։ Եվ մենք էլ ոչ։ Մենք էլ ոչինչ։ Որտի։ 50։ Ես 7 տարի փոքր, 57։ Հա, էլի։ Այս կողմերն եք ապրել։ Չէ, ես Երզանկյան։ Երզանկյանը որտեղ է, վերջերս։ Հայաստանության։ Շո, տեղը բերեցի, հասկացա, այն սասի մոտից են դալանով որ մտնում ես, հա, ճիշտ եմ ասում։ Հա, շո, եղավ։ Հիմա էլ եք ընդեղ։ Չէ։ Չէ։ Հիմա մասիվ։ Էտա, ես էլ առաջի մասիվ եմ։ Իսկ ապրում էի Պուշկին Աբովյան անկյունում։ Ձեզ լավ օր։ Շո, այնար սաղ ճիշտ էր։ Գնացինք Մաշտոց պողոտա։ Այսօր կայանատեղի գործը սուպեր հաջող է գնում։ Դե մի հատ նայենք։ Այո, մեր Նիկանդրը կարա հանգիստ լինի։ Նայում եք, բոլոր ճղերը վերացրել են կտրտած։ Գրեթե ոչ մի հատ չկա։ Մի փոքր ընդեղ ամնացել Նիկանդր ջան։ Էդ էլ կվերացնեն, հույսով եմ։ Շատ լավ է։ Կպած գործ են անում տղեկը։ Մի հատ նենց կուզենա այստեղ ներսը։ Մի հատ վիդեո նայեցի, խոսացնում էին կոնսերվատորիայի տնտեսական ինչ-որ մասի տնօրեն, տենց ասեցին ոնց որ այնքան լավ մարդ էր, երբ որ մենք գործ էինք առնում։ Ես մի երկու անգամ մտել եմ կոնսերվատորիա, բայց ինքը աչքովս չընկավ, մտածեցի երևի դուրս է եկե գործից կամ հələ մի հատ եկեք մտնենք էլի, կարող է ստեղա։ Շատ լավ մարդ էր։ Լավ մարդու լավը էտ է, էլի, որ հիշում ես իրան, բայց ես ինչ-որ շատ մութ է։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա Երևանի։
Բայց ես մուտ տեղը կարամ ես մի բան հասկանամ։ Այն մասը վերանորոգումը պրծել են, այս մասը չեմ անում, ոնց որ չեն սկսել։ Բարև ձեզ։ Տնտեսական գծով տնօրենը կարող է ստեղա։ Բարև ձեզ։ Մի հատ անունը չէի քիշացնի։ Մեմարյան Քրիստինա։ Չէ, տղամարդ մի հատ։ Մենք ստեղ վախտին գործ էինք անում, ինքն էր ստեղ։ Ռուբենի մասին է խոսքը Վարդանյան։ Այդ չեմ հիշում, Ռուբեն։ Հա, այնց մի քիչ կլորիկ, ոչ բարձրահասակ շատ։ Ռուբենն է։ Մեմարյանը տեղակալն է այդ գծով։ Պրոռեկտորն է Մեմարյանը։ Իսկ Ռուբենը։ Ռուբենը բաժնի վարիչը։ Հա, ես մի հատ վիդեո նայեցի հանկարծակի, ինքը այնտեղ խոսած է Սպուրակի մասին, էլի։ Չէ, այդ ինքը չէ, դա բամբոր գագոյն է։ Այդ ինքը բամբոր է։ Չէ, տակը գրվեց տնտեսական գծով։ Տնտեսական մասի աշխատակից է գրված։ Ուղղակի, հա, Ռուբենը անունը։ Չէ, Գագո, այդ որ խոսածել է Գագո։ Հա, դուք տեսել եք այդ վիդեոն։ Գագոն ստեղ է։ Չէ, գնաց։ Էքան լավ մարդ է։ Մենք ստեղ հատակներն էինք անում, ու ես կարծում էի դուրս է եկել գործից։ Չէ, ստեղ ան է։ Ոնց են ասում, այն անեկդոտում ոնց ասում, այո, Գագո։ Գագոն է։ Երկու շաբթի ստեղ կա։ Եղավ տղեկ ջան, շատ շնորհակալություն։ Կոնսերվատորիայի միջանցքներով միշտ հետաքրքիր է անցնելը, չէ՞։ Բայրամ փողոց ստեղ դահլիճն է։ Այս մեկը փակ է։ Դե պարզա այս մեկն էլ է փակ։ Հա։ Բարև ձեզ։ Ինչպես է։ Շնորհակալություն։ Ինչով օգտակար է, ինչով ծառայում։ Ոչինչով, Գագիկին է ուզում տնայ, ասացին արդեն գնացել է տուն։ Հա, գնացել է, մի քիչ ուշացին։ Ես ճիշտ եմ հիշում, չէ՞, ստեղ դահլիճ է։ Հա, օպերնիչն է գանիշն է։ Հա, ճիշտ է։ Հա։ Պատկերացրեք վերջում։ Այո։ Հա, ճիշտ է։ Չէ, շատ կարևոր չի, էլի կանցնեմ։ Ստեսում ձեզ։ Են համերգների կամ ներկայացումների ժամանակ էլ ես զայները մինչև սկիզբը, որ նվագում են, փորձում են, էլի նաստրոյկա են անում։ Եմ տենց հավանում չգիտեմ, խաոտիկ ձայները։ Բայց թևը ինչ-որ վերանորոգում չէր զգացվում, չէ՞։ Մոռացա հարցնում։ Դե որ մոռացա, ով է մեղավոր։ Այս զգուշացրեց կայանատեղին 15 րոպե մնաց։
Համ այդ ակադեմիական քաղաքը լավ է, էլի, միտքը։ Համ էլ, բայց էս էլ կա, էլի, որ երեխեքը դուրս են գալի, ընդեղ օպերանը, Արամ Խաչատրյանի համերգա սրա, տրամադրում է, էլի, մի տեսակ։ Դե լավ, ես ինչքան հասկացա լեշուտ չի լինի։ Մի 6 տարի կտևի առնվազն։ Այ կասկադը երբ որ պրծնեն, դրանից մի 2-3 տարի հետո, եթե ոչ ավել, Այմար տես ինչ լավ մաքրել եմ։ 3 չէ ոչ տեղ էինք, չէ, 3 շարաչերը։ Ոնց էր մի հոգին սաղին խանգարում գործանել։ Վերմեք ջվիժոկ են բերել, սվարկա են անում։ Սվարկայի անեկդոտը իշացնեմ։ Ասմա, տեր հայր, ասմա, Playboy ժուրնալ կարելի է նայել։ Ասմա, կարելի է, որչակս կարելի է։ Կներեք հայր ջան, էլի հին անեկդոտ եմ պատմում։ Բայց դե Իսկ ասում է այդ ինտերնետում ինչ-որ սայտեր են, բան, կարելի է նայել, կարելի է, որթյակս կարելի է, բա ինչի վրա չի կարելի նայել, ասում է սվարկայի վրա չի կարելի նայել, լտեսեք ես նստարան ինչ գեղեցիկ ներկել են, Ինչա? Հա Քեժամ դեռ կա ինձ Դա որն էր Գևորգի նստարանը արդեն սկսում եմ մոռանալ Մի րոպե են ծառը Չէ, այնտեղ չկա այդ ծառը Բայց այսքան ներքև չէր, հայեր Այս ծառը, չէ, աշկիս կտրել են ծառը, երևի սա էր գիտեք, դե, ինչ անես, կյանքը չի կարա կանգնի, բայց ես այս կողմն եմ հիշում, ինչ տխուր է, չէ, Չան Չէ, այն կտրած սառն էր երևի Լավ տղաներ հետ որ անցնենք մի հատ իրանց կարծիքն է կհարցնեմ Ոնց սա էր, ես էլ Գևորգի կաբելներն են մնացել, ոնց որ թե Ես նստարանն էլ չեն վերանորոգեի տարբերություն են մեկից
Լավ հայր ջան, հրաժեշտ տանք։ Լավ անակ, միշտ առողջ և խաղաղ երկինք։